Ինչպես է մարդը կարողանում հաղթահարել ցավը, կորուստը եւ շարունակել ապրել։ Ցավը եւս զգացմունք է, եւ եթե այդ զգացմունքը թանկ է մարդու համար, ապա նա կարողանում է դա տանել պատվով եւ այդ գիտակցումը օգնում է ապրել ճիշտ եւ չկենտրոնանալ այդ ցավի վրա, այլ նայել առաջ իհարկե իր սրտում, մտքում միշտ պահելով հուշերը կամ հիշողությունները։ Բայց ցավի հենց այն этаպում, երբ որ ինքը արդեն գտնվում է հենց այդ իրավիճակի մեջ, շատ դժվար է լինում երբեմն կառավարել ինքդ քեզ, գալ գիտակցական մակարդակի, հասկանալ ինչ է տեղի ունենում, ու շատ հաճախ մարդկային ամենաառաջի ազդակը, երբ որ ինքը կարող է ստանալ, դա այն է, որ գուցե պետք է ինքնասպանություն գործել կամ ինչ-որ կտրուկ քայլերի դիմել, որպեսզի չտանել ցավը։ Լինում են կյանքում դեպքեր, երբ անսպասելի կերպով է հայտնվում մարդը դժվար իրավիճակի մեջ եւ մարդիկ կան, ովքեր սիրում են անկախ իրենց կամքից դրամատիզացնել որոշակիորեն եւ մարդիկ կան, որոնք ապրում են այդ ցավը իրենց մեջ, բայց շրջապատում դա որևէ մեկը չի նկատում, որ այդքան ցավագին է, այդքան դժվար է այդ մարդու համար։